Տապանի հյուրն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցը, զրուցելու ենք տեսակապով։ Պարոն Սաքունց, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Ողջույններս, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սաքունց, վերջին 5 տարում Եվրոպական խորհրդարանը ընդունել է 14 բանաձև, որոնք ըստ Ալիևի հայամետ են եւ սադրիչ։ Վերջինը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից օրեր առաջ էր, ընդ որում այդ բանաձևում առանձին կետով անդրադարձ կար արցախցիների վերադարձի իրավունքին եւ նաեւ անդրադարձ կար գերիների հարցին։ Ըստ ձեզ, Եվրոպական խորհրդարանի նշյալ բանաձևերը, որոնցից բողոքում է Ալիևը, ինչ են տալիս Հայաստանին, ինչու են ընդունվում նման բանաձևեր, եթե պաշտոնական Երևանը հայտարարում է, որ հատկապես արցախցիների մասով, արցախցիների վերադարձի հարցի մասով հարցը փակված է, քանի եթե չենք ցանկանում, որպեսզի ադրբեջանցիներն էլ խոսեն ադրբեջանցիների վերադարձից։ Ընդ որում այս բանաձևերը Հայաստանի ներքաղաքական դաշտում տալիս են այդպիսի շահարկումների առիթ, որ Հայաստանի իշխանությունները կոնկրետ չեն օգտվում Եվրոպայի աջակցությունից։ Նախ առաջերտին եկեք կարձանագրենք, որ հերթական անգամ Եվրոպական միությունը, Եվրոպական խորհրդարանը ամրագրում է իրեն որպես կառույց, որի համար առաջնային է եւ հիմնարար սկզբունք է ժողովրդավարական արժեքները եւ մարդու իրավունքները։ Այսինքն մենք որևէ այլ միջազգային կառույցի կողմից նման մոտեցումներ այն խնդիրներին, որը ունի եւ Հայաստանը եւ ունի եւ գոյություն են հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, չի ներկայացել այդպիսի բանաձև եւ այդպիսի մոտեցումներ։ Սա մեկ։ Երկրորդը շատ կարեւոր է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության, երկխոսության գործընթացը ողջունելու հանդերձ Եվրոպական խորհրդարանը եւ մասնավորապես Եվրոպական համայնքը կարևորում է, որ այդ խաղաղության գործընթացի զուգահեռ պետք է անպայման, եթե ոչ հիմքում դրված լինի մարդու իրավունքների հետ կապված խնդիրների լուծումը։ Եվ իհարկե սա միաժամանակ նշում է, որ եւ դրա հետ կապված հարցերում, որ այո, Հայաստանի իշխանությունները իրավունքների պաշտպանության հարցերում չունեն այն նույն սկզբունքային մոտեցումը եւ խաղաղության կառուցումը Ադրբեջանի հետ իրականացնում են, փորձում են իրականացնել անհարմար հարցեր չբարձրացնելու ճանապարհով։ Այդ անհարմար հարցեր ձևակերպումը հենց վերաբերվում է մարդու իրավունքներին, որի հետ կապված լուրջ խնդիր ունի առաջի հերթին Ադրբեջանի ռեժիմը։ Ինչու՞, որովհետև Լեռնային Ղարաբաղը ենթարկել է բռնի էթնիկ զտման, սա փաստ է։ Երկրորդը, որ չնայած խաղաղության գործընթացին ինքը շարունակում է ապօրինի դատավարությունները ազգությամբ հայ մարդկանց նկատմամբ Բաքվում։ Այսինքն ըստ էթնիկ հիմքի ատելության, խոսույթի եւ ապօրինի դատավարության իրականացնելով, չճանաչելով Լեռնային Ղարաբաղի բռնի էթնիկ զտման փաստը, ինքը եւ օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետությունը այս կնճռոտ հարցերը չի դարձնում քննարկման առարկա եւ փորձում է ուղղակի կոնֆլիկտային իրավիճակներից զերծ մնալ, որպեսզի առիթ չտա Ադրբեջանին ռազմական գործողություններ ծավալելու, իսկ միանշանակ է, որ նա այդպիսի նկրտումներ ունի, մասնավորապես Եվրոպական միության հենց քաղաքացիական դիտորդների ինստիտուտի նկատմամբ նրա վերջերս արված հայտարարությունը, որ իբր թե եթե մի անգամ կրակեն, ապա կփախչեն, այսինքն ըստ էության ինքը փորձում է
թերագնահատել, նվաստացնել եվրոպական միության քաղաքացիական դիտորդների դերը, նշանակություն այն պարագայում եւ հենց նրանց արկայությամբ ինքը որոշակի զսպվածություն ցուցաբերեց, որպեսզի հետագա ագրեսիվ գործողությունները չկատարի եւ հերթական ուրեմն տարածքները չգրավի։ Այսինքն մենք գործ ունենք մի իրավիճակի եւ ես բազմիցս ասել եմ, որ առանց արդարության հաստատման խաղաղությունը բովանդակություն չի ունենա եւ այս սկզբունքը ես տեսնում եմ եվրոպական միության ուրեմն եւ անդամ պետությունների եւ խորհրդարանի եւ գագաթաժողովի շրջանակում ընդունված հռչակագրում։ Հիմա Ալիևը ինչի՞ց է դժգոհ, ինչու է համարում, որ դա հայանպաստ է կամ ընդդեմ Ադրբեջանի, որտեղ Ալիևի ռեժիմի համար հենց որ մարդու իրավունքների մասին խոսում են, իսկ ինքը դրա հետ կապված լուրջ խնդիրներ ունի, անգամ իր քաղաքացիների, հետ կապված հարցում, ապա ինքը անմիջականորեն դա թիրախավորում է որպես հայանպաստ։ Դա հայանպաստ չէ, դա մարդու իրավունքների սկզբունքների նպաստող մոտեցում է եւ սկզբունքների հիման վրա մոտեցում է։ Եվ հասկանալով կամ գիտակցելով Հայաստանի իշխանությունների լռությունը այնուամենայնիվ եւ համաձայն չեմ այդ լռության հետ եւ գտնում եմ, որ միջազգային քրեական դատարան պետք է ներկայացվեն հայցադիմումները պատերազմական հանցագործությունների հիմքով, հենց բռնի էթնիկ զտման հիմքով եւ նաեւ չեմ պատկերացնում խաղաղության կառուցումը, որը չեկուս երկարաժամկետ է, բայց պետք է այդ երկարաժամկետությունը լցված լինի բովանդակությամբ, մասնավորապես մեր համար ակնհայտ լինի եւ վստահելի լինի, որ Ադրբեջանի ռեժիմը հրաժարվում է էթնիկ պատկանելությամբ ատելության քաղաքականությունից, որը հիմա դրսևորում է այդ ապօրինի դատավարություններով եւ նաեւ հռետորաբանությամբ եւ նաեւ թիրախավորելով բոլոր այն միջազգային կառույցները, որոնք գործում են, տվյալ դեպքում Եվրոպական միությունը եւ խորհրդարանը գործում են բացառապես իրավունքի արժեքների հիման վրա։ Սա է ամբողջ իմ կարծիքով պատկերը եւ նույնիսկ եմ կրկնում ցանկացած իրավունքի, մարդու իրավունքի սկզբունքի հիման վրա մոտեցումը Ալիևը բնականաբար սվիններով է ընդունելու, որովհետեւ ինքը հենց իրավունքները համակարգան եւ անպատիժ խախտող է, ինքը բռնապետական ռեժիմ է եւ ինքը նաեւ ռասիզմի, էթնիկ պատկանելիության, խտրականության քաղաքականություն իրականացնող ռեժիմ է։ Սա է ամբողջ էությունը եւ իհարկե դժվար է նման ռեժիմի հետ հարաբերությունները ձևավորելը, բայց սա այն է ինչ որ կա եւ ես կարևորում եմ, որ եվրոպական միությունը որպես միջազգային կառույց թուրք չի տալիս եւ չի զիջում հանուն կոնֆլիկտի այդպիսի միակողմանի լուծման, որտեղ միակողմանի եմ համարում, որտեղ կոնֆլիկտը ընդհանրում է երկու կողմերի միջև իրավունքների նկատմամբ հարգանք եւ այդ իրավունքների խախտման հետ կապված մեխանիզմների ձևավորում եւ ոչ թե միակողմանի մոտեցում։ Այսինքն սա կարևոր մոտեցում է, սա արժեքահեն մոտեցում է եւ դա շատ կարևոր է, որ գնահատականները տրվում են շատ հստակ, միանշանակ, որը հիմք է հանդիսանալու, կրկնեմ, հիմք է հանդիսանալու հետագա նաեւ խնդիրների առաջացման դեպքում նոր մոտեցումներ ձևավորելու, եթե Ալիևը փորձի ուրեմն շարունակի իր այդ ագրեսիվ ռասիստական քաղաքականությունը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Շատ լավ, պարոն Սաքունց, իհարկե այս թեմայի հետ կապված հարցերը շատ են եւ շատ ավելի ժամանակ է պետք քննարկելու համար, բայց ես առաջարկում եմ մի փոքր շեղվենք թեմայից, վերադառնանք մեր ներսում այս նախընտրական իրավիճակին, ըստ էության պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է, մենք տեսնում ենք տարբեր ուժեր հանդես են գալիս, տարբեր ուժերի ներկայացուցիչներ, առաջնորդներ հանդես են գալիս ելույթներով, ինձ հետաքրքիր է որպես իրավապաշտպան ձեր դիտարկումները, ինչ եք դուք հասկանում, երբ ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, չնայած սահմանադրական արգելքին, հայտարարում է, որ հունիսի 8-ին ինքն է լինելու Հայաստանի վարչապետը։ Իրավական տեսանկյունից մարդը կարծես թե չի հաշտվում, որ ինքը օրենքի հետ կապված ունի խնդիրներ եւ չի կարող պարզապես լինել Հայաստանի վարչապետ։ Եվ ոչ միայն Սամվել Կարապետյանը կամ ուժեղ Հայաստանը։ Իհարկե հիմա նախընտրական ժամանակահատվածը մենք դիտարկում ենք ընտրական գործընթացները, անդրադառնում ենք ընթացակարգերի պաշտպանության վիճակին, խախտումներին եւ նաեւ որոշակի արձագանքներ ենք կատարում, այդ թվում նաեւ հաղորդումներ ներկայացնում իրավունք ընտրությունների ընթացակարգերի խախտումների վերաբերյալ, անկախ թե որ քաղաքական կուսակցության կողմից է, բայց արձանագրենք, որ մրցապայքարի մեջ գտնվող քաղաքական կուսակցությունները անկախ ուրեմն իրենց հռչակած
նպատակներից հաշտ են հակասահմանադրական մոտեցման հետ։ Ավելին Հայաստանի Հանրապետությունում քաղաքականություն չի կարող իրականացնել կամ քաղաքական գործընթացներին մասնակիցներ ընդհանրապես օտար երկրաքաղաքացին։ Չի կարող քաղաքականությամբ զբաղվել, դա արգելանք է։ Չի կարող լինել ոչ պատգամավորի տեխնացու, ոչ էլ առավել ևս վարչապետ, որովհետև միայն պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այն էլ որոշակի հստակ ժամանակահատվածում։ Եվ սա հրապարակավ հակասահմանադրական այս մոտեցումը ցույց է տալիս եւ այդ մոտեցման հետ կապված վերաբերում, որ քաղաքական նպատակահարմարությունը շատ ավելի կարեւոր է քաղաքական ուժերի մեծամասնության համար, քան օրինականությունը, որի խախտման մեջ մեղադրում են մեկը մյուսին, հա, կամ այդ իրենց խոսույթի կամ ելույթների հիմնակարն է։ Եվ Հայաստանը ունեցել է այդպիսի նախադեպ, երբ 10 տարվա քաղաքացիություն չունեցող անձը, ուրեմն անձնագրային սեղանի, հա, ասենց ասեմ, գրասենյակի կողմից տրված կեղծ թղթի հիման վրա, որ իբր ունի 10 տարվա քաղաքացիություն, առաջադրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի տեխնացու։ Եվ անգամ այդ փաստը տարիներ շարունակ ներկայացնողները, քննադատողները, անհաշ եղողները հաշտ են, որ սահմանադրության խախտմամբ մարդը փորձում է կամ հավակնություն է ունում եւ այդ խոսույթը, որը տարածվում է, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այլ նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Կիպրոսի քաղաքացիություն ունեցող անձը կարող է հավակնել եւ թույլատրելի է եւ ընդունելի է, որ հավակնի ազգային ժողովի պատգամավորի կամ վարչապետի պաշտոնի։ Դե քանի որ արգելանքը կա, այսինքն նորմը թույլ չտալիս, ծրագիրը այնպիսին է, որ ունենա ստանան այնքան մեծ ձայներ, մեծ թվով ձայներ, որ ունենան մեծամասնություն եւ ըստ իրենց այդ քաղաքական նպատակի սահմանադրությունը փոխեն, որպեսզի մարդը կարողանա, այսինքն մի քանի քաղաքացիություն ունեցող անձը դառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այսինքն սա ամբողջությամբ ցույց է տալիս մեր քաղաքական մշակույթի մեջ հակասահմանադրական, հակաիրավական տրենդը։ Ես խախտումները կարող են լինել, խախտումները կան, բայց սահմանադրության բուն էության խախտումը անտեսել, ուրեմն եւ հանուն քաղաքական նպատակների հանուն իշխանության, սա ուղղակի Հայաստանի պատմության մեջ երկրորդ դեպքն է եւ այդքանից հետո ինչի մասին են խոսում կամ ինչ են ուզում համոզել, որ իրենք Հայաստանի սահմանադրական կարգի, ինքնիշխանության, ժողովրդավարության, իրավական, սոցիալական պետության ջատագովներն են։ Սահմանադրությունը դարձել են բան։ Հալաս, հասկանում եք, այդ մարդկանց համար դա ուրեմն կոշիկները մաքրելու ինչ որ միջոց է եւ ոչ ավելին։ Սա ուղղակի արտառոց փաստ է։ Սա հակասահմանադրական մտածողության եւ սահմանադրության վրա թքած ունենալու, հա, այդ մոտեցման տիպիկ իրավիճակում ենք մենք դնում։ Նույնիսկ կրկնում, խնդիրը ուժեղ Հայաստանը գրանցվել է ընթացակարգերով որպես կուսակցություն եւ այլն, բայց այդ խոսույթը, երբ որ չեն քննադատում, այդ խոսույթը ավելին նպաստում է, որ այդ խոսույթը տարածվի նախընտրական հանդիպումներում, ելույթներում եւ այլն, ոչ թե մոռացիոն, գիտակցաբար գնալով սահմանադրական բովանդակության եւ նորմի խախտման մտածելակերպ են ցույց տալիս։ Սա ուղղակի անպատկերացնելի է, ես բարձր ասում։ Դա պայմանավորված է նաև Ռուսաստանի աջակցությամբ, պարոն Սաքունց, այդ վստահությունը, այդ Ռուսաստանի աջակցության մասին չի խոսքը, խոսքը վերաբերում է Հայաստանին եւ Հայաստանի քաղաքական սուբյեկտները, հասարակական սուբյեկտները, այսպես լուրջ քննադատության եւ ասենց խոսացողները, նրանք
գիտակցորեն անտեսում են հակասահմանադրականությունը սահմանադրության հիմնարար նորմերից մեկի իշխանության ձևավորման մեջ մասնակցողի սահմանադրական կարգավիճակի անհամատեղելիության հարցը մոռացության է, ոչ թե մոռացության, գիտակցորեն ուրեմն անտեսում են, որ դա ինքնին խախտում է բովանդակային։ Ինչի համար, որտեղ Ռուսաստանը հարց չի, որտեղ հանուն իշխանության ամեն ինչ արդարացված է։ Այսա արատավոր ուրեմն մտածելակերպի տիպիկ դրսևորման հետ գործ ունենք։ Շնորհակալ եմ։ Հաջողություն ես։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։